Էմմա Պալյան։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ 2018 թվականից առաջ Հայաստանի Հանրապետության փողոցներում դժվար թե հանդիպեինք ինչ-որ մի իշխանական պաշտոնյայի կամ վերջինիս ընտանիքի անդամներին, ովքեր ուղղակի կքայլեին փողոցում կամ եթե անգամ բախտ վիճակվեր հանդիպել, ապա միայն ու միայն տասնյակ թիկնազորների ուղեկցությամբ։ Բայց այսօր 2023 թվականին Երևանի փողոցներից մեկում օրը ցերեկով վարչապետի որդու նկատմամբ, ով ի դեպ չի շրջում ոչ մի թիկնազորի ուղեկցությամբ, առևանգման փորձ է արվում։ Առևանգման փորձ է անում մի կին, ով 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսի մայր է։ Չեմ ուզում խոսել այդ կնոջ հոգեկան ապրումների, զգացածի մասին, դա բոլորիս է հայտնի, եւ մենք բոլորս ենք կիսում այդ ցավն ու վիշտը, բայց միթե հերոսի մայր լինելը արդարացնում է վերջինիս կատարած քայլը։ Իհարկե զգացմունքների դաշտում հարցը բացարձակապես այլ տեսանկյունից կարելի է դիտարկել, բայց իրավական գնահատականը մեկն է։ Բոլորս ենք հավասար օրենքի առաջ եւ բոլորս ենք պատասխանատվության ենթարկվելու մեր կատարած այս կամ այն արարքի համար։ Բայց այս ամենում մարդկային բանականության մեջ տեղավորվող մի այլ բան կա։ Մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց եւ իրենց իսկ բնութագրմամբ դժգոհություն են արտահայտում դատարանի կայացրած որոշման դեմ, ամենավերջին անեծքներն են հնչեցնում վարչապետի երեխաների հասցեին, անգամ մանկահասակ 7-ամյա աղջնակի հասցեին։ Մանկահասակ երեխայի են անիծում հերոսածին մայրերը։ Այո, որդի կորցրած ծնողը արժանի է առանձնահատուկ վերաբերմունքի։ Այո, հերոսածին մայրը արժանի է գնահատանքի ու մեծարանքի, բայց միևնույն ժամանակ հերոսածին մայրը իր վիշտը պետք է պատվով կրի եւ երբեք չպիտի ցանկանա դիմացինին այն նույն ցավը, որ ինքն է ապրում։ Քաջ գիտակցելով ու զգալով այդ դաժանության ու կյանքի անհամատեղելիությունը։ Ամենացավալին այն է, որ անգամ այս նուրբ թեմայի հետ կապված եղան քաղաքական գործիչներ, եկեղեցականի սքեմի տակ թաքնված քաղաքականացված հոգևորականներ, ովքեր փոխանակ հանդարտեցման կոչեր անելուն, այս անգամ եւս քաջալերեցին եւ ողջունեցին տեղի ունեցողը։ Վերջիններից դեպքում հորդորս չանել այլևս նման բան անտեղի է, քանզի մենք բոլորս գիտենք, թե դա ինչ նպատակով է արվում։ Բայց խոսքս ուղղում եմ մեր ընկած տղաների մայրերին, հարգելիներս, մի թույլ տվեք որևէ պարագայում, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մի քաղաքական ուժ փորձի ձեր վիշտը օգտագործելով քաղաքական դիվիդենդներ շահել։ Եվ ելույթից վերջում ուզում եմ անեծք հնչեցնող մայրերին փոխանցել իմ շրջապատում գտնվող շատ ու շատ զոհված տղաների ծնողների խնդրանքն ու հորդորը բառացի։ Բախտակից մայրեր, երբեք որևէ պարագայում մի կամեցեք ու ցանկացեք որևէ մեկի երեխայի մահը, ինչքան էլ ատեք այդ երեխայի ծնողներին։ Հակառակ դեպքում մեր տղաները մեզ չեն ներելու։ Շնորհակալ եմ։